Ողջույն, ես Հեղինեն եմ եւ այսօրվա մեր ոդքասթում փորձելու ենք միասին ուսումնասիրել մարդուն, ճանաչել արվեստը եւ խոսել այն թեմաների մասին, որոնք երբեմն չենք բարձրաձայնում։ Այսօրվա ոդքասթի առաջին հյուրը Արսեն Զաքարյանն է, ով իր զգացմունքները փորձում է փոխանցել երաժշտության միջոցով։ Ողջույն Արսեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք եւ իմ առաջին ոդքասթի հյուրը դարձաք։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք։ Շատ լավ, եկեք զրույցը սկսենք թերևս ինձ ամենահետաքրքրող ու հուզող հարցից։ Ինչպես է սկսվում երգչի առօրյան։ Ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Հատուկ ճակերտավոր ավանդույթներ ունեք, որոնք պարտադիր կատարում եք, թե ոչ։ Շատերը ինձ նախանձով են նայում այն առումով, որ առավոտյան արթնանում են ժամը օրինակ 8-ին, 9-ին եւ գնում են աշխատանքի, ես այդ ժամանակ քնում եմ, հանգստանում եմ, որովհետեւ հիմնականում համերգները, լինում են երեկոյան ժամերին եւ դու կարողանում ես քեզ թույլ տալ ուշ արթնանալ։ Կոնկրետ իմ պարագայում ես ամեն առավոտ, երբ որ արթնանում եմ, վարժություններ եմ անում ձայնի հետ կապված, որովհետեւ պետք է ամեն օր անես կապ չունի դու համերգի ես, համերգի չես, պետք է անդադ վարժություններ անել շնչային եւ ձայնային, որպեսզի ձայնը պահպանվի, ձայնի փայլը եւ գույնը պահպանվի։ Իսկ ինչպես եք սկսել այսօր ձեր օրը եւ հիմա ինչպիսին է ձեր տրամադրությունը։ Առավոտյան շատ ուրախ տրամադրությամբ եմ արթնացել, սկսել եմ օրը ինչպես միշտ իմ վարժություններով, փորձել եմ նաև այդ կարճ հատվածում տնից դուրս գալուց առաջ երգել իմ սիրելի երգերը։ Ես կարծում եմ, ձեզ շատերը սկսել են ավելի լավ ճանաչել ազգային երգիչ նախագծից սկսած։ Այնց հետաքրքիր է, երբանից եք սկսել երգել, որն է եղել այն տարիքը, որ հասկացել եք, որ պիտի քայլեք այդ ճանապարհով։ Երգել սկսել եմ ոչ վաղ մանկուց, 14-15 տարեկանից սկսել եմ հաճախել վայմորած։ Ինչ էր այդ Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից վոկալ ստուդիա, որտեղ իմ ուսուցչուհին էր Համեստ Հովհաննիսյան։ Սկսել եմ հետո ընթացքում հասկացա, որ ես ավելի շատ ակադեմիական վոկալի չեմ ուզում հաճախել, այլ ուզում եմ գնալ էստրադային վոկալ, սովորել, երգել էստրադային երգեր եւ ընթացքում ընդունվեցի նաեւ Երգի պետական թատրոն, այնտեղ ուսուցչուհին իմ Գայանե Հովհաննիսյանն էր եւ համատեղում էի սկզբնական շրջանում, բայց իրենք շատ տարբեր ճյուղեր են ակադեմիական վոկալը ու էստրադային վոկալը։ Ես ընթացքում որոշեցի, որ պետքա շարունակեմ էստրադային վոկալով եւ ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, այնտեղ ջազ էստրադային բաժին էր կոչվում, արդեն սկսեցի ուսումնասիրել նաեւ ջազ երաժշտությունը եւ քանի որ ես սիրում եմ փոփոխություններ եւ իմ ծնողները ապրում էին Ռուսաստանի Դաշնությունում, մտածեցի, որ կարելի է ուսումը նաեւ շարունակել Ռուսաստանի Դաշնությունում եւ այնտեղից էլ ինչ որ բաներ վերցնել, այո։ Այնտեղ Դոնի Ռոստովի պետական կոնսերվատորիա տեղափոխվեցի կրկին ջազ էստրադային բաժնում եւ այնտեղ էլ ավարտեցի, հետո վերադարձա Հայաստան, այսպես շատ արագ պատմեցի էլի այս ընթացքը, վերադարձա Հայաստան եւ այդպես պատահեց, տեսա, որ նախագիծ կա Շանթ հեռուստաընկերությամբ ազգային երգիչ նախագիծը, որը ես առաջին ազգային երգիչ նախագծին հետևել էի եւ ցանկություն առաջացավ, որ գնամ, դիմեմ, չգիտեի իհարկե ինչ կստացվի, բայց շատ վստահ էի գնում։ Գնացի եւ ստացվեց այն, ինչ որ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, որ հայտնվեցի այնտեղ, ծանոթացա այդ մեծ ընտանիքի հետ եւ այդքանն է թերևս։ Շատ հետաքրքիր, իրականում երկար ու բարդ ճանապարհ եք անցել եւ մենք իսկապես շատ ուրախ ենք, որ հիմա Հայաստանում եք, մասնակցել եք այդ նախագծին ու թեպետ այդքան դժվարությունների միևնույն շարունակել եք երգել ու շարունակել զարգանալ։ Կարդալով շատ գրքեր, շփվելով արվեստի մարդկանց հետ, ես շատ հաճախ եմ լսում, որ արվեստը ներսի ցավից է ծնվում։ Եվ երբեմն երկմտում եմ, շատ եմ երկմտում, այ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը ինչպեսին կլինի, ձեր երաժշտությունը ինչից է ծնվել։ Ես դե
ճիշտ է, սկսել եմ երգել 14-15 տարեկանում, բայց մանկուց շատ սիրել եմ երգը, երաժշտությունը եւ տանել չեմ կարողացել ռաբիս երաժշտությունը հենց մանկուց, երբ որ ինչ որ այդպես քեֆ ուրախություն էր լինում, հավաքվում էին բոլորը, իմ համար դա այդպես դժոխք էր, որ այդ երգերը պետք է լինեն, ինչ որ ու չեմ սիրել ապարել այդ երգերի տակ, ինչ որ հետո համոզում էին, որ շատերի մոտ է, չէ, այդպես լինում է։ Իմ մոտ դա այդպես է չվերացավ, այդ ռաբիս երաժշտությունը ինձ համար տանելի չէ, իմ ընդհանուր այս Ոչին օրգանիզմը համահունչ չի չէ։ տանում այդ երաժշտությունը, ինչ որ հատուկ բան չեմ արել այդ ամեն ինչի համար, փորձել եմ պահել դա, բայց ես այդպես ծնվել եմ։ Այսինքն ես զգում եմ երաժշտությունը եւ ինչը որ ինձ հոգեհարազատ է, դա էլ փորձում եմ ներկայացնել։ Այսինքն ընթացքում ես հասկացա, ճիշտ է, սկսել եմ երգել էստրադային երգեր։ Ամենասկզբում բնական է ակադեմիական վոկալ էի սովորում եւ կոմիտաս երգել եմ, բայց ելի ձգտում էի էստրադային երգել, Բաբաջանյանի երգերը երգել, Ազնավուր, բայց բնականաբար կոմիտասը միշտ կար բոլոր ժանրերի երաժշտությունների կողքին, կոմիտասը անփոխարինելի է բնականաբար։ Ազգային երգիչ նախագծի ընթացքում հենց առաջին երգը երգել եմ ֆոլք երգ, հայկական գուլո երգը ու այդպես կարելի է ասել ինձ մնաց դա որպես կերպար, այդ հայկական ինչ որ, հա, հայկական կերպար ասեմ, չգիտեմ, ասեմ այդ կոմիտասյան շունչ, մնաց որպես իմ ներկայացնելու ճյուղը այդպես։ Ու հիմնականում երգել եմ ֆոլք երգեր եւ ոնց որ մի քանի տարի արդեն ինձ ավելի շատ զգում եմ այդ ֆոլք երաժշտության, հայկական ժողովրդական երաժշտության մեջ ավելի լավ, քան օրինակ էստրադային երգերի մեջ, բայց երկուսն էլ փորձում եմ համատեղել, ինչպես սկսել էի, այդպես էլ շարունակում եմ։ Շնորհակալ եմ։ Գրեթե վերջերս էր Արմավիրի մշակույթի տանը հանդես եկաք խորհրդավոր ուսուցչի կերպարով, եւ ինձ հետաքրքրում է որտեղից է գալիս Արսեն Զաքարյանի խորհրդավորությունը, գենետիկ ժառանգություն է, թե վերադաստիարակել եք ինքներդ ձեզ։ Դե բնականաբար գենետիկան մեծ դեր է խաղում, թե որպես հայ, թե որպես սերունդի իմ ազգակիցների շարունակող, բայց բնականաբար ընթացքում դու կարողանում ես քեզ վերադաստիարակել, ինչ որ, չգիտեմ, հասարակությունից վերցնել այն, ինչ որ պետք է քեզ։ Իսկ ինչ վերաբերվում է խորհրդավոր ուսուցիչ նախաձեռնությանը, նախաձեռնության հեղինակը մշակեք մեկնաբանություններում կարող եք թողնել։ Կրայլ ո՞րն է։ Թե ով է հեղինակը։ Արմավիրի մշակույթի տան տնօրենուհին էր եւ իր անձնակազմը բնականաբար խորագիրը միգուցե ես իմ տեսանկյունից եմ դիտարկել եւ ներկայացրել, միգուցե նրանք այլ կերպ էին այդ ամենը պատկերացրել, չեմ կարող ասել իրենց տեսանկյունը, բայց ես այդ ամենը ընկալեցի որպես կյանքի պատմություն փոքրիկ, որը ես ունեցել եմ, որ պետք է պատմեմ, որպեսզի ապագա սերունդները տեսնեն եւ փորձեն իրենք էլ իրենց ձևով ներկայացնել իրենց կյանքը, այսինքն ներկայացնել նկատի ունեմ ապրելով ներկայացնել։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդավորությանը, ես փորձեցի ներկայացնել իմ պատմությունը, որտեղ խորհրդավորությունը այն էր, որ օրինակ ես սովորում եմ, ինձ հետ սովորում են կրկին երգող, հա, երեխաներ այն ժամանակ եւ մենք քայլում էինք մի ուղով, նույն ճանապարհով էինք գնում, բայց մեկը հասավ ուրիշ տեղ, ես հասա լրիվ ուրիշ տեղ, այն մեկը հասավ ուրիշ տեղ։ Ու այդտեղ է կայանում խորհրդավորությունը, որ ինչպես եղավ, որ դուք սկսեցիք նույն ճանապարհը, շարժվեցիք նույն ճանապարհով, բայց չհասաք նույն տեղը։ Զատվեցին, հա, ճանապարհները։ Ես փորձեցի խորհրդավորությունը ներկայացնել այդ տեսանկյունից։ Քանի որ այսօրվա մեր թեմատիկան արվեստն է, ես չէի կարող չանդրադառնալ նաև գրքերին, ընթերցանությանը, ինչպես նախորդիվ ձեր խոսքում նշեցիք, երբեմն այդ արվեստը, որը ծնվում է, բացի երգարվեստում լինելու ձեր պարագայում, նաև արտահայտվում է բանաստեղծությունների միջոցով, երբեմն բանաստեղծությունները դառնում են երգեր ու ավելի են դիպչում մարդու սրտին ու հոգուն։
Ես գիտեմ, որ ձեր պապիկը լուսահոգի Արսեն Եղիշեի Զաքարյանը բանաստեղծ էր ու ինչ հատ է հետաքրքրում, որն է եղել իր պատգամը ձեզ, ինչն եք իրենից ժառանգել եւ որն է այն ուղերձը, որով դուք առ այսօր շարունակում եք քայլել, այդ ճանապարհով ու փորձում եք դա ի կատարածել։ Խորհուրդներից ամենագլխավորը, որ լավ մարդ լինեմ եւ ամենակարևորը, որ ես ժառանգել եմ իմ պապիկի անունն ու ազգանունը եւ բացի այն, որ ինքը խորհուրդներ է շատ տվել եւ պետք է այդ խորհուրդները ընկալել, ընդունել, շարունակել, նաեւ պետք է ինչ որ չափով իր գործը շարունակեմ, քանի որ այդ պատահական չի լինում, երբ որ մարդը թողնում է իր անունը, պապիկից սովորել եմ լինել լավ մարդ, որը ամենակարևորն է բոլոր բնագավառներում, ինչ ուզում ես արա, հա, ինչ այն ամենահասարակ աշխատանքից մինչև բարձր պաշտոններ, եթե լավ մարդ չես, ուրեմն դու լավ մասնագետ չես։ Ես կարծում եմ պապիկից շատ բան եմ ժառանգել, որովհետև շատ նման եմ իրեն, բացի դա ինչ սկսել եմ երգել, ապրել եմ տատիկիս ու պապիկիս հետ, քանի որ ծնողներս արտասահմանում էին եւ ես ապրում եմ իրենց հետ, կարելի ասել են տարիները, որոնք շատ կարևոր են մարդու ձևավորման համար, ես ապրել եմ նրանց հետ ու իրենց խորհուրդներով ապրել եմ ու ձևավորվել եմ եւ կամ այն ինչ որ հիմա կամ, այսինքն դա շատ կարևոր փուլ է, մասնավորապես 14-15 տարեկան պատանի համար ձևավորվելու, հա, հասարակությունից վերցնելու այն ամենը, ինչը որ տեսնում ես, քանի որ շատ գիտակցությունը այն մակարդակի չէ, որ դու կարողանաս ֆիլտրել, հա, լավը վատից, օգնության են գալիս շատ ժամանակ ծնողները, մեր երկրորդ ծնողները, տատիկն ու պապիկները, այս դեպքում իմ ստացվել են այդ տարիքում առաջի եւ երկրորդ ծնողները եղել են տատիկն ու պապիկը, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ իրենցից ժառանգել եմ շատ լավ մարդկային արժեքներ։ Իսկ դուք որպես ժառանգություն, այնց հետաքրքրում է հաշտ եք ընթերցանության հետ, ժամանակը ներում է ընթերցել կամ որքան ժամանակ եք տրամադրում, սիրելի գրողներ կան։ Հիմնականում սիրում եմ բանաստեղծություններ կարդալ, փորձում եմ վերածել նաև երաժշտության, կարող եմ ասել, որ այդ առումով Հովհաննես Թումանյանը շատ երգեցիկ է գրել։ Վերջերս ավելի շատ ուսումնասիրում եմ հոգևոր գրականություն, փորձում եմ կարդալ եւ ընկալել, ավելի շատ փորձում եմ ընկալել Աստվածաշունչը այս տարիքում եւ շատ սիրում եմ Նարեկ կարդալ, Նարեկացու թողած այդ հրաշք աղոթքները, որոնք ինձ շատ են օգնում իրականում, չեմ կարող բառերով նկարագրել, բայց այսպես լիցքեր են ինձ շատ հաղորդում։ Ճիշտ է, ժամանակը այսպես սուղ է հիմա, որպեսզի եւ զբաղվեմ իմ առօրյայով եւ փորձեմ համերգներին հասցնել եւ կարդալ, բայց եթե այսպես ասած մարդու մտքին տեղ լինի, եթե ուզում ես ամեն ինչի ժամանակ էլ կարողանում ես գտնել։ Շատ լավ։ Դոգենս է ասել։ Այս բմբուլով կարակ։ Քանի որ ես սկսնակ ստեղծագործող եմ, չէի կարող առիթը բաց թողնել եւ մեծ սիրով ցանկանում եմ, որ իմ առաջին գիրքը, որը երազանքի ճանապարհի մասին է, դառնա ձեր մեծ գրապահարանի փոքրիկ մասնիկը։ Շատ շնորհակալ եմ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ փոքրիկ խորհրդանշական քաղցրավենիքը կարծում եմ էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ խորհուրդ կտաք սկսնակներին, այն մարդկանց, ովքեր նոր են փորձում ինչ որ ոլորտում հանդես գալ, ովքեր երկմտում են տարակուսում, ո՞րն է եղել այդ մոտիվացիոն ուժը, շարժիչ ուժը, որը ձեզ առաջնորդել է եւ կցանկանաք կիսվել մարդկանց հետ ու փորձել իրենց էլ ցույց տալ, որ իրականում ճանապարհի քարերը հնարավոր է հավաքել։ Ես որպես անհատականություն միշտ սիրել եմ դժվարություններ հաղթահարել, քանի որ դժվարությունները հաղթահարելով էլ ավելի ես մոտիվացվում
նայելով ետ, թե ինչ ճանապարհով էր դու անցել, խորհուրդս այն է, որ չվախենալ եւ միշտ գնալ առաջ, միշտ սովորել եւ նաեւ ուզում եմ խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր որ մտածում են ուշ է, երբեք ուշ չէ սովորելու համար։ Երբեք պետք չէ մտածել, վայ, անցան տարիներ ես այս ինչ բանը չսովորեցի, միշտ էլ կարելի է սովորել, միշտ էլ կարելի է զբաղվել քո սիրելի գործով, խորհուրդ եմ տալիս միշտ սովորել։ Եվ վերջում ձեզ համար նախապատրաստել եմ բլից հարցադրումներ, որոնք պահանջում են անկեղծ եւ արագ պատասխաններ։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Պատրաստ եմ։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ես եմ։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Ուժեղ։ Որ բառը կկարողանա նկարագրել ձեր ստեղծագործական ոգին։ Անկեղծություն։ Ձեզ համար երգը լույս է, ստվեր թե երկուսն էլ։ Երկուսն էլ։ Որ պահին եք հասկացել, որ ձեզ երաժշտությունը փրկել է։ Միշտ։ Ովքեր են ձեզ ոգեշնչում ստեղծագործելու մեջ։ Իմ հանդիսատեսը։ Ձեր երգացանկից մի երգ նշեք, որը քիչ թե շատ հոգեհարազատ է ձեզ։ Բայց ախր բոլոր երգերն են հոգեհարազատ են։ Այս պահին կառանձնացնեի Կոմիտասի կռունկը։ Երգը ձեզ համար բուժում է, թե ինքնազարգացում։ Եվ բուժում, եւ ինքնազարգացում։ Ինչ խորհուրդ կտաք բոլորին կարդալ։ Աստվածաշունչ։ Ով կամ ովքեր են ձեր սիրելի նկարիչները։ Այս պահին կառանձնացնեմ իմ շատ սիրելի հայ երկու մեծանուն նկարիչներին Մինաս Ավետիսյանին եւ Մարտիրոս Սարյանին։ Այս պահին իրենցով շատ եմ ոգեշնչվում։ Շատ լավ, եւ վերջին հարցը, ինչպես եք ձեր կարիերան պատկերացնում 5 տարի հետո։ Ես այնպիսի մարդ եմ, ով ապրում է այսօրով, այսինքն այդպես տարիներ անց չեմ պատկերացնում ես որտեղ կլինեմ, փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ այսօրը լինի լավը։ Թե մի քանի տարի հետո ես որտեղ կլինեմ, դա արդյունքն է իմ այսօրվա։ Շատ լավ, շնորհակալ եմ պատասխանների համար։ Շնորհակալ եմ նաև, որ չմերժեցիք եւ իմ ոդքասթի առաջին պատվավոր հյուրը եղաք։ Հաճելի է ձեզ հետ զրուցելը։ Մանապես ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք եւ ձեր առաջի հյուրն եմ։ Լիահույս եմ, որ մեր մարդիկ, ովքեր կդիտեն մեր ոդքասթը, շատ բաներ կվերցնեն ձեր պատասխաններից, մեր այսօրվա խոսակցությունից եւ որպես լիարժեք ավարտ ես ցանկանում եմ, որ մի փոքրիկ կատարում լինի, ցանկացած երգ, ձեր ամենասիրելի երգերից, երգացանկից։ Մեծ սիրով։ Աղունիկ իջնի քարի վրա, քարը բացվի վարդերով, աղունիկ իջնի դաշտի վրա, դաշտը ծպասկերով, չերմակ աղունիկ քեզ մի բուրգուտ տար, որ դու մեր սարերին բարև տանես, չերմակ աղունիկ քեզ քաղցր ջուր տար, որ դու մեր սարերից բարև բերես։ Հրաշալի։ Դե ինչ, այսքանով եզրափակենք մեր այսօրվա զրույցը, իսկ դուք սպասեք մեր հետագա հետաքրքիր զրույցներին։ Շնորհակալ ենք, որ մեզ դիտեցիք մինչև վերջ։ Կհանդիպենք։